Վերջին հարցերը ամեն մի հարց ունի մի պատասխան, հարցեր են տալիս եւ իրոք այր լավ չեք հասկանում աշխարհի ելք ու մուտքը, չեք հասկանում ձեր իրական անցյալում ով լինելը եւ ինչ է այդպես եւ ինչ են կատարում։ Դուք պատկերացրեք եղել եք ինչ-որ մի գործարանի դիրեկտոր օրինակի համար, որից ձեզ ոչ թե դուք վատն էիք հեռասել են, ծեծել ջարդելով հեռասել են ու նորերը եկած նստած, նրանք ձեր մասին լավը չեն ասելու եւ ձեզ չեն սիրելու, ինչպես բրուտն է անում։ Եվ ինչ որ Հայաստանում կատարվում է, այս ցիրկի մասին նույնպես խոսենք։ Առաջինը լավ էր որ արել էին, այսօր ինձ ուղարկել են այս կարող եք դիտել մի 4 ժամ առաջ են, ինչ-որ 4-5 ժամ առաջ է սա YouTube-ում հայտնվել, Բրիտանիա տայնը строит киберармию, армию, зачем Лондону Կավկազ։ Եվ այստեղ այս ֆիլմում ինչն է այս ֆիլմի իմաստը։ Այս ֆիլմը ստեղծել են իբր բրուտները հալած յուղի պես այնքան մաքուր ազնիվ են եւ Հայաստանին փորձում են օգնել եւ Հայաստանում կիբերարմիա են ստեղծում, այսինքն ռադիոէլեկտրոնային կապի այդ բոլորի հսկողություն եւ այլն, երբ որ 40-50 միլիարդ օգնություններ է գնում եւ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից Ադրբեջանին եւ իբր երկուսի նաեւ զենք գնելու իր արգելքը հանել է եւ այստեղ ներկայացնում է որ ինչպես է օգնում այսօրվա կառավարությունը ինչ լավ բաներ է արել Ռուսաստանից հրաժարվում է 101-րդ այդ ռուսական բանակից է Հայաստանում հրաժարվում եւ այլն, տեսեք նրանք ինչեր են կատարում, վերջում էլ նշվում է, որ այս ամենում նաեւ կմասնակցեն իրենք, որովհետեւ տեսնեն, թե Հայաստանում ընտրությունները ինչպես է անցնում եւ այս դրությամբ Նիկոլ Փաշինյանը ունի գծեթե 34%, իր հետևից եկող Սամվել Կարապետյանը 7%, իսկ Ումուդով Ռոբերտը ունի 3%։ Իմաստը սա է, բայց նաեւ որ Բրիտանիան Հայաստանում կիբերարմիա է այդ գործողություններն է կատարում, դրա իմաստը որն է։ Քանի որ տարբեր երկրներում արդեն Ուկրաինա, Ռուսաստան պատերազմում, Սիրիա, Թուրքիա եւ Սիրիա, ԱՄՆ եւ այլն եւ այսօր էլ նաեւ ԱՄՆ Իրան պայքարում միշտ ճեղքեր է նկատվում այդ սիստեմների մեջ։ Ինչն է այստեղ բրուտների նպատակը։ Նշել եմ, սովետական միության ժամանակ Հայաստան թողեցին այս 30,000 քառակուսի կիլոմետրով նրա համար, որովհետեւ հայերը 100-ից 300 ռուբլով հայ գիտնական, ինժեներատեխնիկական աշխատողները կառուցեն սովետական միությունը եւ հետագայում էլ այդ ամենը Ելցին եւ այլն վաճառեցին, նվեր տվեցին իրենց եւ հայերը մնացին մատները հետևը, ինչպես ասում են։ Նույնը այստեղ Երևանում ինչ որ մեկին պետք է տան ամսական $10,000 կարգի գումար, դրանից մի 30-40 լավ երեխաներ են հավաքելու, ամեն մեկին այդ դրանց շեֆ կոչվածը տալու է $50-100, հետ էլ պայմանագիր կնքի մինչև 5 տարի իրավունք չունի դուրս գա դրանից եւ ծրի աշխատելու է եւ իմանալով որ Հայաստանում եւ հայերի խելքը բարձր է, որովհետեւ այս շեղքերը վերացնեն, որովհետեւ այս կառույցը, որով նրանք
նաև կիբերարմիա եք ասում, ինչ եք ասում, դրանով հսկում են նաև ցանցը չկարողանան հսկել, այսինքն հայերին այստեղ օգտագործում է դա կատարեն, որից հետո նոր Հայաստանը արդեն իրենց պետք չի լինի, նորից եմ կրկնում, կարող է Հայաստանը որպես Հայաստան մնա, բայց օբյեկտի կարգավիճակով, այսինքն այստեղ այս մի կողմը Թուրքիան է, այս մի կողմը Ադրբեջանն է, այսպես են ցանկանում ասնել, թե Սևանով լողալով, թե այսպես, Հայաստանը օբյեկտ է, ոնց կուզեն կգնան, այսինքն դու ունես մի տուն և հողամաս և հարևանդ ունի մի տուն և հողամաս, իսկ մեջտեղում կա մի տարածություն, մեկն էլ ունի տուն, բայց նա քանի որ ոչ ոք է ոնց ուզում եք այսպես գնում գալիս եք, ինչ ուզում եք անում եք այստեղ, սա է, Հայաստանը օբյեկտ է, այս դրությամբ արդեն 20 թվից հետո Հայաստանը օբյեկտ է, մինչև այդ էլ Հայաստանը օբյեկտ էր թե Ռուսաստանի, թե Արևմուտքի ձեռքին, այս 35 տարին նույնպես օբյեկտ էր Հայաստանը, չեն խոսում այդ մասին նրա համար, քանի որ իրենց սիրելի ղեկավարներն են և այդ մի 200,000-ը, թե 100,000 են, ինչքան են դրանք Հայաստանում նստած լափում են և չեն խոսում, որ մենք օբյեկտ ենք, Ռուսաստանի օբյեկտ ենք, թե Արևմուտքի օբյեկտն ենք, և Ռուսաստանի օբյեկտն էին միաժամանակ և Արևմուտքի օբյեկտը, դրա համար էլ այս կեղտոտ նաև սահմանադրությունը ընդունեցին Նարիմանովի գրած իր հագով Նիկոլը հագավ, որ Նիկոլը որքան ցանկանա այնքան կարող է լինել, եթե իր կուսակցությունը անցնի, միևնույն ժամանակ կես մետր հողի տակ գտնվող տարածությունը պատկանում էր ժողովրդին, նրա օգուտները, այսինքն այդ մոլեբդին, ոսկի և այլն, որը չէին էլ բաշխե ժողովրդի մեջ, հիմա արդեն Հայաստանի կառավարությանն է, հիմա էլ նոր օրենք կընդունեն, որ Թուրքիայից, Ադրբեջանից ոչ մի պահանջ չունեն ու դրանով հարցը կփակվի, այստեղ միայն մի հարց է մնում, որ դա չեն թողնի լինի ինչի համար, հիմա էլ դուրս են եկել ռուսական ուժերը, երբ որ պետք է Հայաստանին օգնի, Ռուսաստանը չի օգնում, երբ որ պետք չի, և ռուսները իբր պատճառ են բռնում, որ Ադրբեջանը նավթ ունի, դրա համար նրանց օգնում է, բա մենք ինչ ունենք, եթե ճշտի կողմնակիցներն եք, ապա հայերից միայն, ես ոչ ոքի չեմ վերցնում, որոնց դուք գիտեք, ես անուններ կտամ, որ նույնիսկ չեք ճանաչում, Միկոյանից ավելի շատ օգուտ է տվել և այլն, միայն այդ ինքնաթիռների տված օգուտը ավելի շատ է մեկ տարվա մեջ, քան Ադրբեջանի ամբողջ իր կենսագրության մեջ այդ 70 տարում սովետական տված օգուտը, այստեղ էլ ինչի մասին է խոսքը, այսինքն անշնորհակալ բոզի տղեկ են ռուսները, ոչ թե ռուս ազգին կամ այդ տարածության ժողովուրդներին եմ ասում, որոնք նույնպես տանջված ժողովուրդներ են, այլ ղեկավարությանը Պուտլերի հետ միասին, և նա անցած ֆիլմի ինձ մոտ մի օգտատեր լավ էլ ֆիլմ է դրել, ես այդ 2003 թվին դիտել է, երբ որ Պուտլերը գնացել էր Անգլիա, դիտեք այդ ֆիլմը, կտեսնեք, որ ում ծառան է այդ լրբի լակոտը և ինչեր է կատարում, և այստեղ այդպես էլ պետք է լիներ այդ պատերազմը և իրենց էր վիգտնի և բոլորին էր վիգտնի այդ պատերազմը, իսկ թե այստեղ ներկայացում է նաև, որ Արցախյան պատերազմը տարվեցին, քանի որ թուրքերը ադրբեջանցի կարողացան Իսրայելի միջոցով ճեղքել և մեր զինվորական ղեկավարները ինչ խոսում էին արդեն գիտեին և նրանց տեղը և ինչ պետք է կատարեն, դա արդեն հիմարություն է, եթե զինվորականները և բանակը սմարթֆոններով են նրանք շարժում, ուրեմն այդտեղ բանակ չկա, այդտեղ կա մի հատ լկտի փողոցային խումբ, որը չգիտես ինչով է զբաղվում, ոչ թե երկիր պաշտպանելով, այս էլ այդ հարցի պատասխանը, այնպես որ այս ֆիլմը եթե դիտում եք, մեկ ոգևորվի այս ֆիլմով և լրիվ անալիզ կատարեք, թե այս ֆիլմի իմաստը որն է։ Հիմա հարց,
այս պորնիկը, որ դուս ա եկել, այս 80 տարեկան պորնիկը, ախր ես իրեն ցանկացած թվի գրել եմ, այ պորնիկ, դուրս արի, ցանկացած հարցով իրար հետ վիճենք, տես որ դու պորնիկ, դու ազգադավ, ոչ թե ազգադավ, ինքը լրտես է, դու լրտեսի մեկն ես և Հայաստանի համար ոչ մի լավ բան առաջ չունես, եթե վերցնում ենք մութ ու ցուրտ տարիները, բա ինչ ես մութ ու ցուրտ տարիները արի, բա ինչ էր, կա նաև այդ ձայնագրությունը, ես այսօր չգտա, մեզ հարկավոր է 700,000 մարդ, որպեսզի մեզ համար աշխատեն, ինչ պորնիկ դու դառել ես ցար, քեզ համար էլ 700,000 հայեր հարկավոր, կամ քու կատարած, հայերը ադրբեջանցիք Նախիջևանից փախել էին, այն քու շնիկին Աշոտ Մանուչարյանը, որը չի երևում, դրան ուղարկել էր, որ ռելսերը սվարկանեն գնացքից, որ ադրբեջանցիք չգնան Ադրբեջան Նախիջևանից, Նախիջևանն էլ չլինի մերը։ Եվ բազմաթիվ հարցեր ասեմ, այդ երկու պորնիկներին բերելը 15 թվականին քու արտահայտությունը վեշմեշոկով կգա խուրջինը ուսը գցած, եթե որևէ մեկը հիշում է այդ միտինգի ժամանակ կգա մեկը, որը կլինի Հայաստանի փրկիչը։ Հայաստանի փրկիչը նայա, որ ադրբեջանցիների, թուրքերի հետ պայմանավորված Արցախը պետք է տրվեր եւ իրենք էլ էս 29,000 Նիկոլի ասած 700-ի վրա պետքա նստեն վայելեն։ 80 տարեկան էշ ես եւ 80 տարեկան էշ լինելով 10 միլիոն մարդ անիծումա քեզ և քո սատկելն է ցանկանում, բա քեզ համար ապրելուտ իմաստը որն է, այսինքն դու այն վերջին պրոստիտուտկից էլ այն կողմ պրոստիտուտկա ես, որ ոչ պատիվ ունես, ոչ նամուս ունես, ինչի մասին է այստեղ խոսքը եւ հիմա էլ նորից բոլորին ուղղում է, որ ուղղվեք Սամվել Կարապետյանի վրա։ Այ պորնիկ, մեկը կատարեցիր, հիմա էլ երկրորդն ես կատարում ու սաղ պետքա քո վրա ընկները 80 տարի, 80 տարեկանը արդեն հասնում է իր գիտության գագաթնակետին։ Այստեղ հիշեցի մի լկտի ֆիլմ, այդ Հայկո Մկոյի, որոնց չեմ էլ սիրում, այդ ֆիլմերն էլ չեմ սիրում, բայց ամուսինները, երբ որ պապիկը մահանալուց ալնում օգնում են, ասում է, չէ, ինձ մեկ օգնի, գիտեք, որ ես ձեզ ինչ վատություն եմ արել, որ ձեր տունը քանդել եմ, դու բերդ ես նստել, քեզ գործից սաղ ես դա եմ արել, այդ անողը ես եմ, ասում են, դե ոչինչ, մահանում ես, նորմալ թաղենք, չէ, ասում է, իմ վերջին ցանկությունն էլ կատարեք, հարթուկը դրեք վրես, որ վառվեմ, հետո միլիցիա, իր սատկելուց հետո միլիցիա կգալիս են, թե այստեղ զանգել են ասել, որ հարթուկով վառել եք այս անձնավորությանը, հիմի սրանն է, մինչև վերջի խազը, Հայաստանը արդեն կործանվում է, այ պորնիկ, մինչև վերջի խազը ուզում ես վատություն անես, ու դու քեզ մարդ ես համարում, կամ տղամարդ ես համարում, կամ դու քեզ համարում ես, որ երկու ոտի վրա քայլող մարդ է գրվում քո անունը, դու տականք ես, դու զզվելի են ամենավերջի տականքն ես, հիմա անցնենք առաջ, այստեղ կարճ եմ խոսալու այսօր, հարց, ինչի համար սպանվեց Լևոն Հայրապետյանը և ինչի լրիվ աղքատացրեցին, եկավ իր հայրենիքում ծերության մեջ նաև Սերժ Ճիլավյանը, որովհետև այս երկուսն էլ ձեռք չէին տալիս, Քոր Լևոնին ու Վանոյին ձեռք չէին տալիս, Թուրք Լևոնին ու ադրբեջանցի Վանոյին, Վանոյի իրական ազգությունը ադրբեջանցի է այդ պորնիկն էլ, ինչի համար, քանի որ երկուսն էլ հայրենասեր, երկուսն էլ մաքուր հայ անձնավորություն են, նայեք նրանց աչքերին կհասկանաք, որ երկուսն էլ հայ անձնավորություն են, հայ արյունով, ու երկուսն էլ հայրենիքի Հայաստանի համար են աշխատել, իսկ այս պորնիկին բերեցին նշանակեցին, որ այս մարդն էլ լինելու և ռուսահայերը այնտեղ միություն էին ունենալու, զարգանալու էին մեկը մեկին թիգունքով, Ռուսաստանի կեսից ավելին Սերժի միջոցով ու Լևոնի միջոցով կարար իրենց ձեռքը լիներ։ Սրան բերեցին, որպեսզի կոնտրոլի տակ մտնեն միջին հայերը և
միջին հայերից, եթե հնարավոր է դրանցից էլ փող կորզեն։ Այս պորնիկին դրել են մենակ դրա համար։ Հայ համայնքի նախագահը ինչ է արել Հայաստանի համար, համայնքի համար ինչ է արել այս պորնիկը, կինն էլ ռուս, ինչ է արել այս պորնիկը, ոչ մի բան։ Եվ հիմա անցնենք այս հարցին։ Հիմի որ Քորշունը սրան է առաջ քաշում, եւ նաեւ երեկ ֆիլմում ցույց տվեցի, որ Արա Պապյանը ու Էդվարդը իրար հետ վիճում են այդ հարցով։ Ինչ է արել այս մարդը։ Այս հրապարակված տեղեկությունների տարբեր տարիների ընթացքում Երևանում նորակառույց բնակարանների սերտիֆիկատներ ստացած արտիստների թվում են Թաթա Սիմոնյան, ուշադիր լսեք, Արմենչիկ, Ռազմիկ Ամյան, Շուշան Պետրոսյան, Նունե Եսայան, Ջիվանին չեմ ասում, Ջիվանը ամենաարժանավոր հայերից մեկն է, Սիրոշոն տուն չուներ են պորնիկը ռոբնել կոպեկի ձերկել էր այդ խեղճ ու կրակին, այդ մեկը ճիշտ է կատարել։ Այ ողբան վիճակը, Սամվել Կարապետյան, Էմի, Արման Հովանիսյան։ Բացի բնակարաններից, Տաշիր մրցանաբաշխությունների ժամանակ արտիստներին հաճախ նվիրվել են նաև թանկարժեք մեքենաներ և դրամական խոշոր պարգևներ։ Այս նվիրատվությունները հիմնականում արվում էին որպես տարվա լավագույն երգիչ կամ հայկական մշակույթի մեջ ունեցած ավանդի համար հատուկ մրցանակներ։ Այ պոռնիկ, Թաթանա հայկական մշակույթ, Արմենչիկնա, Ռազմիկ Ամյաննա, թե որնա, Էմինա, Արման Հովանիսյաննա, որնա հայկական արվեստի մեջ։ Այդ պադոշ դեմքով նկարդ էլ, որ հիմի նայում եմ ու խոսում, դու նայել ես քեզ, այ Լևոնի լված կատուն։ Հատուկ մրցանակներ ավանդի համար, հայկական մշակույթի մեջ ունեցած ավանդի համար։ Այ ոչխար, եւ պետքա սրա նման աննասունին ընտրեք։ Նաեւ ստացել են Ֆիլիպ Կերկորով, Նիկոլայ Բասկով, նրանք Տաշիրի միջոցառումների մշտական հյուրերն են եւ Սամվել Կարապետյանի մոտ ընկերները, եթե սրանք մոտ ընկերները տեն էլ ասելու բան չունեմ, թեև Երևանում տուն ստանալու մասին հանրային տվյալներ չկան, նրանք բազմիցս ստացել են թանկարժեք ժամացույցներ, ադամանդյա զարդեր եւ էլիտար մեքենաներ։ Ալլա Պուգաչովա Տաշիր մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ նրան մատուցել է հատուկ հարգանքի տուրք, որն ուղեկցվել է խոշոր դրամական պարգևներով եւ թանկարժեք հուշանվերներով։ Կալուգայի եւ Մոսկվայի բարեգործության ծրագրեր։ Սամվել Կարապետյանը մեծ ներդրումներ է արել Ռուսաստանի քաղաքների ենթակառուցվածքներում, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, Ռուսաստանում բնակարաններ նվիրելու պրակտիկան նա կիրառել է ոչ միայն արտիստների, այլև իր ընկերությունների լավագույն աշխատակիցների եւ սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Ու եկել է այսօր Հայաստանում ուզում է վարչապետ դառնա։ Հետաքրքիր փաստ։ Ռուս աստղերի համար Տաշիրի համերգներին մասնակցելը համարում էր ամենաեկամտաբերներից մեկը, քանի որ բացի պաշտոնական հոնորարներից նրանք հաճախ ստանում էին անձնական նվերներ հենց Կարապետյան ընտանիքի կողմից։ Թիրախային բարեգործություն։ Բնակարանների նվիրատվությունը Տաշիրի կողմից հաճախ դիտարկվում էր որպես աջակցություն հայ մշակութային գործիչներին, նրանց հայրենիքում պահելու կամ նրանց կենցաղային հարցերը լուծելու համար։ Հետաքրքիր փաստ։ Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներն, ինչպիսիք են Անդրեյ Մալախովը, Իվան Ուրգանտը եւ Գարի Մարտիրոսյանը, Տաշիր համերգների ժամանակ հաճախ հանդես են եկել որպես հաղորդավարներ եւ ստացել են բարձր հոնորարներ,
Սակայն Երևանում բնակարան ստացածների ցանկում նրանց անունները պաշտոնապես չեն շրջանառում։ Սա մի քանի տեղից վերցրած տվյալները եւ ինչա դուրս գալիս։ Տաշիր Սամու, եթե Հայաստանում էլ մի երկու պայուսակես առաջի դասարանցիներին տվե, գիտես ինչի համար ես տվե, որպեսզի այդ ցանցը, էլեկտրական ցանցը, որպեսզի նալոգներ չմուծի, օգնություն ես տվե, իբր օգնական ես։ Իսկ 44 օրվա պատերազմի ժամանակ որտեղ էր այ պորնիկ։ Ինչ էր անում։ Թե երկու ախպերները տափեի կացե այսօր ժամանակն է Լևոն Պապան ասելա պետքա գաք, այ պորնիկներ։ Եթե ունես պատասխան, թե ինչ ես արել Հայաստանի համար կամ 44 օրվա պատերազմի համար, այս 44 օրն էլ վրեդ գրեն, որ հիշես, ասա տեսնենք, որ այսօր նորից ծլել ես։ Հիմա ես դոդիկը, սրա մյուս լվացքա տունը։ Այ պորնիկ, գիտես բոլորը քեզ դոդ են ասում։ Եվ բացի դա քու խնամին քեզ ասես, որ գլխիդ պետք է բամփվի։ Գլխիդ էլ բամփեցին Սերժանք։ Դու ուրեմն այդքան դոդ ես, որ դու մի փոքր պատիվ չունես, այսօր նորից դուրս ես եկել Հայաստանի այս ծանր պայմաններին, նորից մուկնուկատու ես խաղում։ Լևոն Պապատել այ պորնիկ, 44 օրվայի ժամանակ, որ դու ոչ մի օգնություն իբր չտաս, Նիկոլը Բռնես քեզ փակեց, բա դու այնտեղ փեսեք ունես, տղա ունես, բա տղետ ու փեսեքը լոշտականաս ունեին, այ ոչխար, որ այսօր նորից դուս ես գալիս։ Եվ այս տականքին, եթե որևէ մեկը ձեն կտա, ուրեմն դուք հայ չեք կամ այդ Սամվել կոչվածին։ Անպատիվը, այ պորնիկ, գիտես որ Հայաստանում ոչ մեկը 99%-ը քեզ չի սիրում։ Լավ տղեն, իրան գլխից կխփեր, այդ լակոտները տել հետը դուրս չէին գա, այդ շքերթներ եք անում, ինչ եք անում, թե ռուս պապաները ասել են, որ այս անգամ էլ պետքա ելույթ ունենաք, պետքա դուրս գաք։ Վերջում, երբ որ արդեն կլնեն ցուցակները, ես քո էլ քու բոլոր այն անդամները, ովքեր քեզ համար աշխատում են ու ովքեր նաև պետք է նաև առանձին իբր ուժեր հանդես գան, նրանց էլ բոլորին կներկայացնեմ ու քո նարկոբիզնեսը ամեն ինչը կներկայացվի, որ լրիվ դիմակդ պատրվի այ պորնիկ, այ ադրբեջանցի պորնիկ, ու հիշում եք սրա նմաններին, մեկ վերցրեք, ինտերնետում գրեք, այս ինչ թվականներից, այս ինչին ովքեր են եղել Հայաստանում, այս պորնիկները հիմա ինչով են զբաղվում, և հետո ամենակարևոր պահը, մաքուր հայերենով, երեգել այդ մասին խոսացի, հետո ինչ որ Արցախից ես եկել այ պորնիկ, և հետո ինչ որ այդ Սամվել Բաբայան, այն մյուսը Վիտալի Բալասանյան, կամ մյուսները, կամ Նարիմանով Սերժիկը Արցախից եք եկել, նորմալ հայերեն խոսալ չգիտեք, ուրեմն ազգը ձեզ պարտավոր չի, որպես նշանակի, ազգի ղեկավար, ինչի համար եմ ասում, որովհետև Արցախից մի քանի երիտասարդ, որոնք նաև կուսակցություն ունեին, մաքուր հայերենով խոսում էին, դուք էլ մաքուր հայերենով խոսացեք, թե ադրբեջանցի ես, այ պորնիկ, դրա համար չես հայերենով խոսում։ Իմիջիալոց պորնիկ բառը դա գրական է և բոս բառը, ես ավելորդ բառեր չեմ օգտագործում և ներողություն չեմ խնդրում։ Ես օգտագործում եմ գրական բառեր։ Եվ իրոք սա պորնիկի մեկն է։ Եվ հիմա էլ անցած օրվա հարցը, որ մի քանիսը որ սրբացրել են այս անձնավորությանը, մի քանիսն էլ սրբացել են այս անձնավորությանը։ Եթե սրբացնելու տվյալներ ունեք այս անձնավորությանը, խնդրեմ ուղարկեք ինձ, ես իմ անձնական փոստը գրել եմ, ես էլ բռնեմ սրբացնեմ, ասեմ այս մարդիկ այս ինչ տվյալները, ապացուցված տվյալները բերում են, սա սուրբ մարդ է և սրբացնեմ։ Ես իրեն մասին դեռ մինչև օրս ոչ մի բան չեմ ասում, միայն ասել եմ, որ Դալաքյանի կողքին կանգնած է եղել այս թվերին։ Մյուսը, մի քանիսն էլ ասում են, բա Արա Պապյանին այն ժամանակ գովում էիր, հիմի չես գովում։ Հիմի տեսար, որ ով է։
Այդ ձևով։ Հիմի ասեմ Արա Պապյանի մասին նաև։ Արա Պապյանի խումբը այնտեղ որ կան հավաքված։ Առաջինը Ժիրիկը։ Ժիրիկը արդեն ինքը սխալ է թույլ տվել։ Ժիրիկը, եթե Արա Պապյանը նորմալ խումբ էր հավաքում, Ժիրիկը այդտեղ իրավունք չուներ լինել, քանի որ տղերքը երբ որ զանգեցին Սասնա-Ծռերը, ասես դուք եք վերցրել, դուք էլ մեղքը քաշեք, ես ձեզ հրահանգ չեմ տվել դրա համար եւ այլն։ Բայց հայ հերոսները բոլորը կամ նստած են, կամ մահացան, սպանեցին Լևոնան, իսկ Ժիրիկը կա։ Եվ ազգը դրան որպես մարդ չի ընդունում։ Առաջինը Արա Պապյանի խմբից։ Երկրորդը այն Գարեգին Չուխաջյանը կոչում, ոնց է կոչում, նա ինքը հանձապ ասում է, որ Սորոսի գրասենյակում աշխատել է։ Այսինքն, եթե գողեր բոզերի մեջ աշխատել ես, եթե պոռնկատան աշխատել ես, այսօր ցանկանում ես երեխա բերել, հնարավոր է, ոչ, այս երկուսի վրա։ Եվ երրորդը դու ես։ Դու էլ Սերժի Ռոբերտի ժամանակ ես աշխատել։ Լավ, դա թողնենք մի կողմ, հետո մաքրվել ես, բայց այս երկուսը մաքուր չեն։ Կոնե ձեր խմբում, եթե Ավետիսյանին են, որ նստած է տղերքի հետ, Վարուժան Ավետիսյանին, նրան եք առաջ քաշում, հետը նաև առաջ քաշեք Պետրոսյանին, որի տղերքը նույնպես նստած են։ Մաքուր մարդ է, այդ երկուսը թողնեն, դու չերևայիր։ Բայց դու, եթե հայրենասեր էիր, կառավարեր էր այդ գործը։ Եվ հիմա ամենալուրջ հարցին, որ տալիս եք այդ հարցը, նախորդ ֆիլմերում ես ասել եմ, ես այս Բևերի կողմնակիցը չեմ, միգուցե Բևերը Լևոնի մարդիկն են, միգուցե Սերժի, միգուցե Ռոբերտ Ումուդովի մարդիկն են, բայց քանի որ նրանք զգում են այսօր այս վիճակը, նրանք եթե սրան նշանակել են, որ այս հարցը բարձրացնի, ուրեմն կանգնեք նրանց թիկունքին, քանի որ սա մեզ համար կարևոր հարց է։ Էս եմ ես ասում։ Բայց մինչ օրս սրանք գնալով Ամերիկա եւ այլ տեղ, ինչ գործողություններ են կատարել, հանրօգուտ Հայաստանի համար ինչ լավ բան են կատարել, գնում են Ամերիկա փողերը հավաքում, այնքան էլ հիմարություն կա մեջները, որ 10 օր հետո արդեն նոր կոստյումներով, ինչ նոր կոստյումներ եք մենակ առնում, կամ եթե իրոք այդ հարցի մեջ խորացել ես, բա այդ ձեր լոգիկան, այդ ամբողջի լոգիկան եւ մնացած լոգիկան, ինչ է ուշում, որ ազգերի լիգան ընդունել է, որ սա է Հայաստանը, դու էլ մի անգամ նորից պետքա դատի տաս, որ տես ազգերի լիգան ճիշտ է, թե չէ, բա Անգլիայից չեն ասի, ես քո մայրիկը մենք ընդունել ենք, որ սա Հայաստանն է, ու դու դատե ես տալիս, որ պարզես, որ մենք ճիշտ ենք արել, թե սխալ։ Այսինքն սա որ գնում է փող հավաքելու, արդեն ազգային լիգան, եթե ընդունել է սա, այս քարտեզը Հայաստանի պասպորտն է, անձնագիրը, ձեր լեզվով ասած, իսկ այս անձնագրի վրա, երբ որ սահմանադրություն եք գրելու, պետք է գրեք պետության սահմանները այսքան, այս ամբողջը, եւ նրան կից պետությունները եւ նաև այս շրջագիծը որքան է, որպեսզի դուք հաստատեք, որ ազգերի լիգային դուք ճանաչում եք, ընդունում եք աշխարհի դրած օրենքները, թեպետ ձերը այստեղ դեռ ավելին է, դուք ընդունում եք սա։ Եվ այստեղ էլ մի պոռնիկ գրել է, եւ Վիլսոնյան Հայաստան նախագիծը իրագործվի, ինչպես ենք վարվելու ուրիշ ազգի մարդկանց հետ, ովքեր բնակվում են այդ տարածքում։ Բռնելու ենք ու մայրիկները լացացնենք, քանի որ սա մեր տարածությունն է, եւ վերջ։ Ինչ բռնելու ենք ճակատները պաչենք, ասենք, ես ինչ լավ ես արա, եկել ես Վանի կամ Մշի Սուրբ Կարապետ վանքի մոտ, իմ պապերի տանը ապրում ես, արի ճակատդ պաչեմ, բռնելու եմ ու գլխից
Գնդակահար եմ այդ պորնիկին, ինչ եմ անելու։ Աննասուն, հայկական աննասուն այս արտահայտությունները։ Հիմա հասկացաք ես ամբողջի իմաստը որն է։ Ես չեմ ասում բևեռին չմիանաք։ Եթե Լևոնի ծրագիրն է, թե սա ինքն է, բայց ինքը ասում է սրանք են ինձ հրավիրել։ Եթե սրանք են քեզ հրավիրել, ժիրայրը վառված Լևոնականը, սա էլ Սորոսականը։ Եվ սրանք այստեղ ձայն չունեն։ Այս իրեքը դե ձայն ունեցողը, եթե հրավիրել են, ուրեմն Լևոնական ես։ Եթե Լևոնը ասում է Կարապետյանը պետք է անցնի, դու էլ ես ասում Կարապետյանը, ուրեմն այս հարցը չեք բարձրացնելու։ Այսինքն մտնում եք ռուսների տակ, այսինքն քո ասածը լրիվ փուչիկ է։ Այստեղ են ճիշտ ասում ստեղ։ Լրիվ քո ասածը փուչիկ է։ Ու էս է Հայաստանը։ Նոր սահմանադրություն է գրում, սա պետք է գրեք, բայց եթե անցավ Սամվել Կարապետյանը, սրա մասին խոսք չի լինելու, որովհետև Ռուսաստանը նորից Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտուր է անելու, ու նորից այդ մանրադրամը մենք ենք լելու, կարող է սենց էլ կտրեն, սենց էլ, բայց կարևորը սրանց, քանի որ Հայաստանը դարձել են քաղաքպետություն, Երևանն է մեկ էլ կողքի կարող է Արարատյան դաշտից մի հատված, որ այդտեղի բերքով զղթկվեն մի քիչ էլ Սևանից, մի կտոր Սևանից, որ գնան լողանան, էս է իրենց պետք, ուրիշ բան պետք չէ ստականքների։ Հիմա նաև այս օրերին բարձրացնում են հարցեր, ու դա էլ ինձ հետաքրքրեց, 4-5 հաղորդում եմ նայում, սա բաժանվեց, ու հարց են բարձրացնում, որ արտասահմանյան, արևմտյան, Լոնդոն, Փարիզ եւ այլն շատ երկրների խոշոր կառույցներ դիտում են, որ Նիկոլ Փաշինյանը ունի հոգեկան խանգարումներ։ Սա Լևոնի ծրագրի մի մասն է, արդեն սա Արցախը տվել է, սրան ռադ ենք անում, հիմա էլ բերում ենք Սամվել Կարապետյանին, քանի որ սա արդեն վառվել է, սա տվող է, այս անասունը չի հասկանում, որ սաղին տուն անի։ Այդ իրեք Լևոն, Սերժիկ, Ռոբերտ տուն անի, իրանք են քեզ փուրը տվել, այ ոչխարի ծնունդ։ Ու սաղ դիր ջրի երես, այ անասուն, դիր ջրի երես, որ իրանք էլ առաջարկել են 15 միլիարդով ծախեմ, 4 միլիարդ է իմ գրպանում է, այն մնացածը իրաց գրպանում է։ Հիմա էլ Զանգեզուրն են առաջարկել ծախեմ, ու 4-ին էլ դիր զնդանը, կամ Երևանի հրապարակում կախի։ Քանի որ 75%-ը նրանք են թալանել վերջի 7 տարում այդ 25-ը դու ես թալանել ու այդ պարկերի տակ գցել, դու քեզ մաքրի այ ոչխար։ Հիմա էլ ուզում ես որ քեզ հիվանդ դարձնեն, սենց տենես քեզ խփելու են, իրանք են խփելու։ Մենք չենք խփելու, իրանք են խփելու։ Դրա համար էլ է սպորնիկը տել, որը ջհուդ է։ Ինքն էլ իրան գրախ քաշեց, լակոտներիդ հետ։ Հարվածի տակ մենակ դու ես, այ ոչխար։ 8 տարում ավելի շատ ծերացար, քան 8 տարվա մեջ վայելեց իր այդ միլիարդները։ Նույնն էլ է սրանց, սաղին տալիս ես փուրը քու հետ, բա Արարատ Միրզոյան, բա մյուսներ, բա այ պորնիկներ, չեք հասկանում, որ ձեզ սաղիդ Լևոնը փուրնա տվեց, սա իր գործողությունը կատարեց, դե թե լավ տղա ես, քեզ քաշել են վերջի մոմենտին, հիմի Սամվելին է բերում Լևոնը, բա բռնիր սային, զորքնելա քու ձերը մլիցենելա այդ պարեկային էլ է ստեղծել, բռնի սաղին գնդակահարի, որպես ազգի դավաճաններ, գնդակահարի, ասա ես էլ արել եմ, քանի որ իրանց հզորությունը բարձր էր, քանի որ այդքան տարում իրանք այդքան ոստիկան, մլիցա, զինվորական ունեին, ես քաշ չունեի, ինձ դրեցին դրա համար, ու քանի որ այսօր ձերքս հնարկա, ես այդ բոլոր տականքներին գնդակահարում եմ, էդ արա այ պորնիկ։ Ինչ ես ուզում, որ քեզ հիմա էլ հիվանդ անեն, հետո էլ գցեն մի քանի գիժատուն, ընդեղ էլ 2 օր հետո ոնց որ քու այդ ախրանիկին էր, որ լսել էր, որ բանի Ալիևի հետ պայմանավորում մեզ կնի հարցով։ Նույնն էլ դու իրանց հետ արա, մի գիշերվա մեծ տներից սաղին հանի, տար գնդակահարի, որ հետո ալիբի չունենան, ավել պակաս բան չխոսան։
ու իրանց այդ մի 15-20 հոգուն էլ հետ է։ Վայրան չունես դրանց տներից անելու։ Տես որ Հայաստանում այն որ ասում են պլորով տղա չկա, իրականում չկա։ Սրանք բոլորը ոչխարներ են։ Բոլորը ոչխարներ են եւ ինձ թվում է բոլորը ադրբեջանցի, քանի որ մենակ ադրբեջանցի կարա մի տականք Քոր Լևոնի ասած հնազանդ սենց ճուղ բոլորը այդ ամենը կատարում են։ Այսքանի մասին էի ուզում խոսայի, ինձ թվում է լավ էլ հասկանում եք, շատ լավ էլ հասկանում եք, շատ լավ էլ ընկալում։ Ու այս ֆիլմի սկզբում են որ ռուսական այդ ֆիլմը տեղադրել են Նիկոլանք, որ ինքն էլ այսքան տոկոս է ստանալու։ Այդ ֆիլմում նաև կա մի լավ հատված, որ ասում է ժողովրդի մեծ մասը դեռ կողմնորոշված չի։ Ժողովուրդ չի դա ազգ է։ Ազգի մեծ մասը գիտի, որ սաղը տել պոռնիկի վաստակներ եք։ Ու ազգի մեծ մասն էլ գիտի, որ խափեփա, պոռնիկ, ծախված, լկտի, անպատիվ, աննամուս, էլ աշխարհի տակին կեղտոտ բառ չկա, ձեր մասին լրիվ կարելի է ասել։ Մնացածը են, որ լավ տղերքը փողոցում իրար ծեծելուց ասում են, այդ լրիվ ձեզ հասնում է։ Այդ լրիվ խոսքերը ձեզ հասնում է։ Ինչի համար։ Քանի որ այդ 50%-ը ովքեր դուրս չեն գալիս, նրանք իրոք հայեր են, ու գիտեն, որ այս նորից ցիրկ եք սարքելու։ Դրա համար այդ ցիրկին նրանք չեն գալու մասնակցեն։ Հիմա էլ արտասահմանը այս անասունը ինքան հիմար է, որ Լևոնած ասել է, որ արտասահմանը այսքանը եւ ինքն էլ սա կպցրել է դոշին, որ բրուտները իրան այս նոր սիստեմը մտցրել են, բաց հետ ասել են, որ սա կմնա ու ասեցի ինչի կմնա, որ հետև լավ խելաց երեխեք կան դեռ պետք է աշխատեն, քանի որ նաեւ թե ինտերնետը, թե կոմպյուտերային սիստեմները բոլորը ունեն նաև մեծ ճեղքեր, որպեսզի տեսնեն հայերը կարողանում են այդ երեխեք այդ մեծ ճեղքերը նաև վերացնեն, դրանց հետո մենք իրանց պետք չենք։ Եվ Լևոնանք իմանալով այսքանը քորշում է, որ սա պետքա մնա ուրախության մեջ է եւ ասում է այս տականքին հանենք, սրան էլ դարձնենք հոգեկան հիվանդ, հետագայում էլ մի ձևով կվերացնենք, որ սա հետքերը վերանա, բայց այստեղ չգիտի, որ այսքան մարդիկ կա, որ մեծ մասը ամեն ինչից տեղյակ են, սրանց սաղին պետք է վերացնես։ Իսկ եթե սրանց մեջ կա իրոք մի խելացին, կասի Նիկոլ կամ ես անում, կամ սաղս քեզանից հրաժարվում ենք։ Դրանց իրեքին էլ բռնում ես իրանց լրիվ արբանյակներով, տանում ես բերդ, 20 րոպե հարցազրույց ու տանում ես գնդակահարում։ Ազգային ժողովը նոր օրենք ընդունում, այս ինչ մարդկանց Հայաստանը վաճառելու եւ լրտեսելու համար օրենք ընդունում ես, տանում ես մի գիշերվա մեջ ծաղին սատկացնում։ Թե չէ ձեր հարցն է դրած նաեւ, հասկացեք, ձեր հարցն է դրած։ Իսկ եթե դու նորմալ տղալ էիր, 20 թվին, քեզ կամ գլխից կխփեիր, կամ հրաժարական կտայր, կասել Լևոն, քումերն էլ քո ամեն ինչն էլ, ինձ փախցրեք, նախ տարեք հիվանդանոցի պր հիվանդեմ, ընդից հետո էլ փախցրեք։ Ու դրանով տեսնեմ այս 20 թվից հետո սրանք ոնց էին այսքան այս ճնշումների տակ, այս ամեն ինչի տակից դուրս գալ։ Իմիջիալոց ամենակեղտոտ գործը սա արեց, եւ Հայաստանը ծախելու, եւ արտասահմանին սաղին խափելով, թե իրան շաշի տեղ տնելով ամենամեծ գործը սա արեց, ոչ Լևոնը կարար սրա գործ աներ, ոչ Սերժիկը, ոչ էլ Ումուդովը։ Ու այսօր սրան, արդեն որ ամենամեծ գործը էս դերասան պոռնիկը արել է, այս դերասան պոռնիկին իր խմբի հետ վերացնում են։ Դրա համար սրա համար նշանակություն չունի, Նիկոլը կլինի, ով կլինի, ով էլ լինի, նա տակ մտնող է, նրա համար տարբերություն չկա։ Եվ դրա համար էլ սա առաջինը իբր հրաժարվեց, հետագայում կսկսեն հիմա սրա այս խմբից հերթով հետ փախչելը։ Բայց այս անասունը չգիտի, որ իրա միակ փրկությունը իրեքին գնդակահարելն է իրենց մի քանի արբանյակների հետ, ամեն մեկը մի 10-15 արբանյակ ունի, մի 100 մարդը չի խանգարի, որ դնես գնդակահարես, Նատանյախուն էլ անում, Պարսկաստանում էլ են անում, ոչ մեկը դրա համար նրանց չի մեղադրվում։ Հետո կասեն պլորով տղա է,
չեն ասի աննորմալ թարախ ադրբեջանցի թուրքի ծախված պորնիկի տղա ես։ Ու հետո դրանից հետո հանձնի նորմալ հայերին երկիրը, այ պորնիկ։ Եթե ուզում ես դու քեզ փրկես, եթե չես ուզում դու քեզ փրկես, Լևոնի ծրագրով ես գնում, Լևոնը ձեզ սաղիտ արդեն փուրն է տվել։ Սաղիտ է տվել փուրը, հենց իրան նստած օրվանից։ Ովքեր Լևոնի գովքնել են անեն, որ հաց ու պանիր են կերել կամ մի կտոր չալաղաջ են կերել Հայաստանում մնալով այդ 33 տարին, սաղիտ էլ փուրն է տվել։ Հայաստանը այսօր այդ տեսքը պետքա չունենար, պետքա Սինգապուրից սիրուն էր, մենք հայերս կարային կառուցեինք, Լևոնն է դա դարձրել, ու քու կամ այս մնացածից լակոտները, որ այդ ծուրնումուր Երևանով կամ ռայոններով գնում են ամաչն, որ դա Հայաստանն է, հենց Լևոնն է դրա հեղինակ, այդ քորշունն է, այսքանը։